Բացահայտելով խարդախության դեպքը, Վայքի ոստիկանները չէին էլ կարող ենթադրել, որ գործեն ունենալու հանրապետության ողջ տարածքն ընդգրկած մի ամբողջ հանցաշարի հետ։ Իսկ երբ արդեն մոտ 20 էպիզոդ բացահայտվել էր ու մենք էլ տեսանյութ սարքել եւ հեռարձակել էինք եթեր, վստահ էինք, որ խարդախության նույն մեխանիզմը ուրիշների էլ վնասած կլինի։ Չսխալվեցինք։ Այսօր անհրաժեշտություն կա մեկ անգամ էլ դիմելու մեր գործարարներին, որ նախատոնական բուռն առևտրի այս շրջանում խուսափեն կորուստներից։ Հիշեցնենք, խմբի անդամներն են Կարեն Հարությունյանը, Անահիտ Մկրտչյանը, Նաիրա Կիրակոսյանը, Արմինե Ավագյանն ու Լևոն Թամամյանը։ Մեխանիզմը միշտ նույնն էր։ Անկերության կնիքով կնքված փաստաթղթեր հավատներ շնչելու համար։ Խոսակցություններ բջջային հեռախոսով, որոնց համարները գրանցված են մեռած կամ անծանոթ մարդկանց անուններով։ Հարկ եղած դեպքում առաջարկվող բարձր գին եւ վերջապես մի քանի օրվա մեջ փողը փոխանցելու խոստում։ Խմբի անդամները հատուկ խարդախության նպատակով Երևանում բացել էին սահմանափակ պատասխանատվությամբ 3 ընկերություն՝ Ամուշկա, Արմին Դեկոր եւ Դիլջրպեչին։ Առաջին երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կնիքները հայտնաբերվել ու առգրավել են, սակայն Դիլջրպեչին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան տակ խարդախությունները դեռ շարունակվում են։ Վերջին շրջանում նաեւ էլեկտրոնային եղանակով կնքվել են գործարքներ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Մեկ անգամ էլ զգուշացնենք, ուշադիր լինել կասկածելի կազմակերպությունների հետ գրավիչ գներով պայմանագրեր կնքելիս, հատկապես մերժել Դիլջրպեչին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության յուրաքանչյուր առաջարկ եւ այդ մասին անմիջապես հայտնել ոստիկանության Վայքի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 10-ը, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ մաքսանենգության մեկական դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Սևանի բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 1966 թվականին ծնված Վարուժան Մամիկոնի Ավագյանը։ Հետախուզվողի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սևանի բաժին կամ զանգահարել 590607 0261 22002 22021 հեռախոսահամարներով։ Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով այն է խարդախություն, հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Իջևանի Սպանդարյան փողոցի բնակչուհի Նարա Ղազումյանը 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի հուլիս ամիսը նույն քաղաքի Մեհրաբյան փողոցի մի բնակչուհուց խաբեությամբ վստահությունը չարաշահելու եղանակով շարունակաբար հափշտակել էր մոտ 5 միլիոն դրամ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ղազումյանը որպես կասկածյալ հարցաքննվել է եւ խոստովանական բացատրություն։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ Նարա Ղազումյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Տավուշի քննչական կամ մոտակա բաժին։